Ողջույն ձեզի սիրելի ուխտավոր հավատացյալներ։ Եկեք նախ ամեն բան առաջ ասենք, Փառք ես Աստված, Փառք ես, Հաղաքս ամենայնի դեր, Փառք ես։ Իսկապես Աստծո փառք եւ գոհություն, որ Աստված այս սքանչելի արիթը տվավ մեզի, որ մենք հավաքվենք։ Տեսեք սիրելիներ, արև, պայծառ օդ, եղանակը սքանչելի եւ սուրբ վայրի մեջ։ Գտնվենք կաթոլիկ ամբողջ աշխարհի գետրոնը եւ առաջին բազիլիկան, առաջին կաթեդրալը կաթոլիկ եկեղեցու։ Այս եկեղեցին սիրելիներ սկզբնական իր դեսքի մեջ 324 թվականին սարքված է։ 324 թվականին։ Այս ամբողջ դեսքը որ գտեսնեք, հետագա հավելումներ են։ Մինչև 1735 թվականը դեպեց որ ավարտի, 324-ը մինչև 1735 թվականը դեպեց որ ավարտի։ Եվ այստեղ կաթոլիկ եկեղեցվոսի գետրոնն է, որովհետև պապերը 324 թվականին մինչև 1309 թվական, երբ որ Ավինյոն Ֆրանսա փոխադրվեցան պապերը, այստեղ գբնակեին։ Դժբախտաբար 1307 թվականին եւ 1360-ական թվականներուն երկու անգամ այրեցավ այս եկեղեցին եւ վերջը բաբերը Ավինյոնեն տրամ ղրգեցին որբեսի սարքվի եւ որ վերադարձան այստեղ դարիներ յետ չուզեցին այստեղ մնալ որովհետեւ լատերանոն իր դեսկը իր գեղեցկությունը իր շքեղությունը իր վեհությունը գործընծած էր հետեւաբար կացին եւ սկսան ապրիլ Վատիկան, այսօրվան Վատիկանը, այսօրվա Վատիկանի մեջ, այլապես բայց Վատիկանը մինչև 1500 թվականը գետրոն չէր, հացարցակ երով, Սուրբ Պետրոս Արաքյալի նահատակության վայրն էր, բայց Բաբերու նստավայրը չէր, Բաբերու նստավայրը այստեղ էր, այստեղեն է որ սիրելներ Բաբերը երբ որ, գիտեք որ կաթոլիկ եկեղեցին գտնի որ Բաբերը անսխալական են, երբ որ իրենց աթորին վրա են, հայտարարություն կկատարեն, ex officio գոչվի, այսինքն հաթորո կրապարով, այսինքն աթորին վրա են խոսած։ Այստեղ են որ բաբերը ընդունած են սիրելիներ մարդիկ շատ դժվարությամբ, մինչև իսկ ծունգի կալելով եկած են, նույնիսկ Սան Ֆրանսիս Ասիսին ինքը սիրելներ, երբ որ ուզեց առանցին գարկ, աղքատության գարկ հաստատել եւ չէին ընդուներ, Սան Ֆրանսիսը բանեն եկավ, Ֆրանսիսեն եկավ, մինչև Ասիսիեն եկավ սիրելներ, մինչև այստեղ իր քանիմը եղբայրներուն հետ, հոգևոր եղբայրներուն հետ, որ այստեղը բաբին տեսնե եւ տեսեք այդտեղը ճիշտ իմաց է հերուն Սուրբ Ֆրանսիսի արձանը գա ցերկերը բացած։ Տեսակ։ Այո։ Ճիշտ իմաց է բրոնզե, այսպես բրոնզ գույնը։ Այո։ Ուրեմն իր եղբայրներով, հոգևոր եղբայրներով այդտեղը եկավ եւ խնդրեց բաբեն որ ընդունի եւ իսկոպոսները իրենսին որ քեզ չի ընդունելու գնա, բայց ինքը համառությամբ մնաց մինչև որ բաբը իր ցերկի կավազանի երգարեց Սան Ֆրանսիսին եւ եկավ Ֆրանսիսին տիված ինք ձունգ եկավ բաբը եւ ասա որ թուն ճշմարիտ զարայես Աստուծո ես քո դիմացը պիտի խոնարհին ոչ դու իմ դիմացս։ Այս եկեղեցին սիրելիներ երեսի բաժինը գրեմես 12-րդ բաբը Pontificio Maximum, այսինքն նշանակե մեծաշուք քահանայապետը, բարձրաշնոր քահանայապետը, Anno Quinto, այսինքն իր 5-րդ տարին, իր քահանայապետության 5-րդ տարին, այս եկեղեցին անունը տվեցավ Քրիստո Սալվադորի, այսինքն Հիսուս Փրկիչ, այս եկեղեցին նվիրված է Փրկիչ Հիսուսին Ibadiv in honores, լատիներոնով է ասիկա, Santissimi, այսինքն Սուրբ Ioannis Բատիստա, Սուրբ Հովանես Մգրդիչի, այդ Evangelium, այսինքն Սուրբ Հովանես Մգրդիչին եւ Սուրբ Հովանես Ավետարանիչին Ibadiv։ Բայց եկեղեցին նվիրված է որու Հիսուս Քրիստոսին, Հիսուս Փրկիչին ադորա մար ճիշտ մեջտեղի արձանը, որու արձանն է Հիսուսի արձանն է, հավասի գործն է գործ սիրելներ գտեսնեք։ Իր գողքին Հովանես Մգրդիչն է, այս գողքին աջ գողքին Հիսուսին, ցախ գողքին Հովանես Ավետարանիչն է
Ապտևերջը Մովսես Մարգարեն է սիրելներ եւ ուրեմն եպիսկոպոսներ թե կաթոլիկ թե օրթոդոքս եպիսկոպոսներ իսկ Հովանես Մգրտիչին կողմեն Գրեմես Բաբին արցանն է Ներսը սիրելիներ ասեմ որ ամենեն հին մգրտարանը գտնվի եւ ըստ ավանդության այդ մգրտարանի մեջ գիտեք ով մգրտված է առաջին գայսրը Սուրբ Գոստանտիանոսը ըստ ավանդության այստեղ ինք գնկված է դեսեք ինչ պատմական վայրի մեջ կգտնվի եւ նաեւ պիտի տեսնեք ներսը սիրելներ 1700 թվականներուն սարքված հսկա արձաններ Հիսուսի աշակերտներուն Հութային փոխարեն գիտեք որ Սուկիրքի մեջ գործկարակելոցի մեջ կարտանք որ ով ընդրվեցավ Մադաթյան բայց Մադաթյային արձանը չկա փոխարենը Բողոս Արաքյալի արձանը կա ստագ է այս եկեղեցին ուրեմն Հռոմը ունի 4 բազիլիկաներ առաջինը այսիկա է Սան Ջովանի Լաթերանո երկրորդը սիրելներ Սուրբ Պետրոսի բազիլիկան է երրորդը Santa Maria Maggiorene, այս 4 բազիլիկաները մենք պիտի այցելենք եւ 4-րդը Սուրբ Բողոսինը San Paolo Fuori della Mura գոչվի, այսին Բարիսպեն Թուրս Սուրբ Բողոս Արաքյալ ուր որ նահատակվեցավ Սենտ Պոլին, ուրեմն այո այդ բազիլիկաներ 4 բազիլիկաներ կան եւ կաթոլիկ եկեղեցին այստեղ 7 ուխտադեղիներ ունի, որոնք ջուբիլեի դարիներուն գայցել են։ Մենք ամեն դեղերն արբիդի այցելենք սիրելներ։ Ուրեմն հոպելյան դարի, երկու բառով ցեզի բացատրեմ ինչ է հոպելյան դարի, ջուբիլի։ Հոպելյան սիրելներ 5 դագարանի Ղևդացներու Լևետիկոս քրքի մեջը, Ղևդացներու քրքի մեջը Աստված հրյա ժողովրդին ասավ։ Դարիներու 7 անգամ 7 դարի պիտի հաշվեք, քանի գնե 49, ատկե վերջ հոպելյան դարի պիտի դոնեք։ Ինչ է այդ հոպելյան դարին։ Այդ դարին սիրելիներ, ինչ որ բարգեր կան մարդոց պիտի ներվին բարգերը։ Ինչ որ քերիներ կան, քերիները ազատ պիտի արձակվին։ Ինչ որ բռնակրաբած են դուներ եւ այլն, պիտի իդ իրենց դերերուն վերադարձվի, որովհետեւ դերը գսե այդ դարին հոպելյան դարի է։ Կաթոլիկ եկեղեցին 1300 թվականին սկսավ հոպելյան դարի դոնել։ Սկիզբը հոպելյան դարին սկսան դոնել 100 դարին անգամ։ Վերջը փոխեցին Հիսուսի դարիքին համաձայն սկսան 33 տարին անգամ մտոնել։ Վերջը փոխեցին 50 տարին անգամ արին ինչպես որ Աստվածաշունչը հրյա ժողովրդին ասած էր, եւ հիմա ընդհանրապես 25 տարին անգամ մնե որ հոպելյան տարի գտոնեն, եղավ, եւ գամ բաբը ինքը գորոշե օրինակ այս տարին գուզեմ որ ինչպես որ Ֆրանչեսկոս բաբը որոշեց որ 2015 տարին ըլա ողորմության հոպելյան տարի եւ հետեւաբար հայտարարվեցավ հոպելյան տարի եւ ինչ կպատահի կաթոլիկ եկեղեցու մեջ այս 4 բազիլիկաներու մեջ 4 մայր տաճարներուն մուտքին եկեղեցի մտնելու բացի աջ կողմը թուրմը գա այս թուրը սիրելներ մինչև 1974 թվական գգնքվեր այսինքն բադ կշարվեր եւ ամեն 25 տարին անգամը բաբը գուքար ցերկը գունենար արձատիա մուրջ եւ գզարներ բադին գփշրեր եւ մնացյալ անշուշտ գործավորներ գփլեին այդ բադը եւ հոպելյան այդ բադի մեջ են գմտնեին հոպելյան դարին կհայտարարվեր նախ սիրելիներ ուրեմն այս եկեղեցու մեջը 24 Թեկդեմպերին, որ Ռևիոնի մեկ գիշեր առաջ է, չէ, իրենց ծնունդը մեկ գիշեր առաջ է, եւ ամբողջ դարիմը գդեվեր, մինչեւ հաջորդ դարին գավարդեր, ասենք թե օրինակ, ասենք 2024-ի Թեկդեմպեր 24-ին հոպելյան դարին հայտարարվեցավ, գդեվե 2025 դարին ամբողջ, մինչեւ 2026-ի հունվար 6-ը։ Եղավ, որովհետեւ հունվար 6-ին կաթոլիկ եկեղեցու մեջը ինչի դոնն է մգրտության դոնն է, եղավ, Աստվածը հայտնության դոնն է։ Ուրեմն այս տարի հոպելյան տարի է եւ այս հոպելյան տարին այս ամբողջ տարին է մինչեւ եկող դարվա հունվար 6-ը։ 1974-ին փոխեցին ծև այլևս ուրեմն որովհետեւ ինչ կլար, երբ որ բադը գփշրեին, հաջորդ
եւ որ Հոպելյանը գավարդեր բաբը գուկար արձատյա գոպիչով իդ գփակցնեին իդ բատ կշարեին բայց օրը բادرեն մեկը ճշմարտը պարփլավ եւ բաբը վիրավորվեցավ եւ շուրջինները ադորամար ինչ որոշեցին որ արձատյա շատ թանկագին թուրեր հաստատեն եւ այդ թուրերը հիմա տրված են ինչ կբադահի Հոպելյան դարին կաթոլիկ եկեղեցու մեջ ինդուլջենցիա անունով ուրեմն փարմը գայրեց մոտ որ կնշանակե կավություն մեղած թողություն մեղած կավություն ամեն Հոպելյան դարին կաթոլիկ եկեղեցու ուխտավորներ գուքան աղոթքով խոստովանությամբ այդ թուրեն ներս կմտնեն խոստովանելով իրենց մեղքերը եւ մտնելով ուրեմն մեղավոր կյանքեն մտնելով թեպի թռնեն թեպի ուր թեպի շնորհքի դեղը որպես իրենց մեղքերը ներվին եւ այս թուրը քանի մը խորհրդանիշներ ունի առաջին Հովանու Ավետարանի 10-րդ գլխու մեջ Հիսուս ինչ ասավ ես եմ թուրը ով որ ինձ մե անցնի պիտի փրկվի հետեւաբար միշտ հիշեք որ թուրը ով է Հիսուս Քրիստոս ապրիկ երկրորդ Հիսուս ասավ խնդրեցեք պիտի դրվի թուրը փախեցեք պիտի բացվի եւ բնդրեց եւ ինչեր երոչուն խնդրեցեք պիտի դրվի թուրը փախեցեք պիտի բացվի բնդրեցեք եւ պիտի գտնեք շատ լավ ուրեմն թուրը փախելու խորհուրդ ունի եւ երրորդ հայտնությունով անու քրկի երրորդ գլխու 20-րդ համարի մեջ Հիսուս ինչ կսե ահավասիկ ես կանգնած եմ դրան դիմաց եւ թուրը գտակեմ ով որ թուրը փանա ներս պիտի մտնեմ եւ անոր հետ պիտի ընտրեմ որ թուրի մասին է խոսքը մեր սրդի հետեւաբար մեր սիրտին թուրը պետք է փանանք խոստովանությամբ որովհետեւ սիրելիներ ամենքս մեղավոր ենք առաջինը ես ամենքս մեղավոր ենք վիդեսենք որ դեր ասիրտս կփանամ կուտիմացդ ներեին մեղքերս գաղաչեմ քեզի ուրեմն կաթոլիկ եւ չմորնակ սիրելիներ Կաթոլիկ եկեղեցին ասի Հոպելյան դարին 25 տարին անգամը գնե մենք հայ եկեղեցին այդպիսի բան ունենք այո ունենք ամեն տարի մենք աբրիկ զարգազարտի երեգոյան ինչ կնենք դրան բացեկի առողություն ճիշտ նույն խորհուրդ ունի դրները բացվելու ըսերու համար որ դեր մեր դիմաց երկնքի արքայության դրները բաց Եվ գիտեք, մեր եկեղեցու մեջ այսպես թատերական ձևով կներկայացվի, նախապես դուրս եկեղեցին դուրս կելեին մարդիկ եւ գրոնավորը թուրը գտակեր, ադորամար տրմփած է կսվի եւ ներսեն հարց կուտա, ով եք, եւ դուրսեն կպատասխանե ես եւ իմ մանուկներս ենք, իմ զավակներս ենք, գրոնավորը գսե որ ասիկա Աստծո արքայության թուրն է միայն խոստովանողները եւ ապաշխարողները գրնան ներս մտնել։ Հիմա սիրելի քույրեր եղբայրներ, մենք խորհրդանշական օրեն պիտի մտնենք 4 բազիլիկաներու թռներեն կաթոլիկ եկեղեցու մեջ նույնիսկ եթե մեկ թուրն է մտնել ինդուլջենցիա կստանան այսինքն մեղած թողություն մենք սիրելիներ որպես հավատացյալներ այս խորհրդանիշ թուրեն պիտի մտնենք բայց պիտի ուզեմ որ որպես հին մարդ մտնենք թուրեն որ անցնենք նորոգված մարդ ըլանք հավատքով սրբությամբ կյանքով իսկապես նորոգված մարդ ըլանք որովհետև կյանքը գարջ է Յանքը գարջը չեն գիտեր ով ինչ կլա սիրելիներ վաղը կամ քիչ մը վերջ ադորամար սրբությամբ դերս մտնենք այս դաջարեն եւ մեր աղոթները փարսացնենք Սիրելի քույրեր եղբայրներ ներսը պիտի տեսնեք Խորանին ամենեն յետևը բադինդագը աթորը ex officio որ գոչվի հաթորով որ բաբը գխոսի բաբին աթորը պիտի տեսնեք որում վրայեն գխոսեին բաբերը Ստագ է հետեւաբար հիշեցեք որ ասիգա ամենեն կարևոր գետրոներ Լադին եկեղեցու, ինչու լաթերանով գոչվի, լաթերանոն ընտանիք էր, հետանոս, որ բալադ ուներ այստեղը, Կոստանտիանոս գայսը արավ եւ այդ բալադը դվավ, քրիստոնյա բաբերուն դվավ եւ դարձավ այստեղը իրենց գետրոնը։ Որբեսի հավատքով մտնենք, պիտի խնդրեմ որ սիրելիներ, մենք Իրաքի բادرակի դերտանք հաղորդվենք, բայց պիտի խնդրեմ H երկու ծեր ժամակիրկերու մեջը, եկեք միասնապար Մեղան գարտանք եւ մեղա Աստուծո ասենք եւ ներս մտնենք։ Էջ երկու հանուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն։ Մեղանչեցի ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ ոգիին թե։ Մեղավոր եմ Աստուծո արչեւ բոլոր գործած մեղքերս կխոստովանիմ Աստուծո արչեւ սուրբ Աստվածածին եւ բոլոր սուրբերուն արչեւ
ինչպես նաև քո առջևը այսօր։ Մեղանչեցի մտածումով, խոսքով ու գործով, երբեմն գամավորաբար, երբեմն ագամա, երբեմն գիտակցաբար եւ երբեմն անգիտակցաբար։ Բարձր սեն միասին Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր մեղքերուն։ Մեղանչեցի թե հոգիովս եւ անոր ցկտումներովը, թե միտքովս եւ անոր կրկիրներովը, եւ թե մարմնովս ըսկայրանքներով։ Մեղանչեցի հոգեգան ցկտումներովս, խորամանկությամբ, անզգամությամբ, հանթկնությամբ եւ երկչոդությամբ, շրայլությամբ եւ ժլադությամբ, զեխությամբ եւ անիրավությամբ, չարիքին հավանություն տալով եւ ինքզինքս հուսահատության ու գասկածամտության մատնելով մեր Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր մեղքերուն։ Մեղանչեցի մտքիս շար խորհուրդներովը, նենգությամբ, ադելությամբ, ծուր նայվածքով, նախանցով եւ չար աչքով, գիշեր ու ցերեկ վավաշոտ եւ բորնգական խորհուրդներ ունեցա, ըլլա արվագան, ըլլա իքական, ըլլա անասնական, ըլլա կազանական, երևակայությամբ քիչություն ըրի եւ երազի մեջ իսկ քարշերի աղդողություն ընելով մեղա Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր մեղքերուն։ Մեղանչեցի մարմնական ցանկություններովս, հեշտասիրությամբ, խուլամորտությամբ, կնգոր խորանչումներով, մարմնական կրկիրներով եւ զանազան բժշկալի աղբերով, ագանչներս հեշտակին խոսքերու դմի, աչքերս անամոտ նայվածներու, սիրտս անարակ ցանկություններու եւ ուղերս մեր բուրմունքներու եւ բերանս ցանգալից համբուրներու, անժուժգալությամբ, շվայդությամբ եւ արբեցությամբ մեր Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Մեղանչեցի լեզուովս, չարախոսությամբ, սլախոսությամբ, սուտ երդումով, երդմնազանցությամբ, հագարակախոսությամբ, շողոքորտությամբ, քսությամբ, թանդարգաբանությամբ եւ ձաղրով, զրբարդությամբ, բարակիչ խոսքերով ու անեծքով, դրդնչալով, դժգոհելով, համբասելով եւ հայոյելով մեր Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Մեղանչեցի ձեռքերովս, թողնալով, հակահելով, զրկելով, զարնելով, սպանելով եւ քաշքրտելով մեր Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Մեղանչեցի շինվածքից բոլոր մասերովը եւ մարմնից բոլոր անդամներովը, ինքս կայրանքներովս եւ հոգիս վեցիակ շարժումներովը, վերամբարձ կորոզությամբ դգարները ոտնահարելով, կետնաքաշ եղձավորությամբ զորավորները շողոքորտելով, աչ ու ցախ խոդորելով, ինձ մե առաջ գտնվողներուն թեմ մեղանչելով եւ ինձ մե ետ եկողներուն չար օրինակ դառնալով մեր Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Մեղանչեցի այն 7 հանցանքներով, որոնք մահացու մեղքերն են, հբարդությամբ, նախանցով, բարգությամբ, զուրությամբ, ագահությամբ, ոգրամոլությամբ, բղձասիրությամբ եւ ասոնց բոլոր տեսակներովը մեր Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Եվ դեր մեղանչեցի Աստուծո բոլոր պատվիրաններուն դեմ, թե հանցնառություններուս եւ թե հրաժարելիքներուս մեջ, որովհետեւ ոչ հանցնարածներս կատարեցի եւ ոչ ալ հրաժարած բաներես հերացա, օրենքը սորվեցա եւ սակայն օրենքի գործադրության մեջ ծուրացա, քրիստոնեության շարքերու մեջ անցա, բայց գործերովս անարժան գտնվեցա, չարիքը գիտնալով անդերձ կամավորաբար շեղեցա եւ ես իմ գամքովս բարի գործերեն հերացա։ Վայ ինձի, վայ ինձի, վայ ինձի, որ մեկը սեմ, որ մեկը խոստովանիմ, այնքան շատ են հանցանքներս, չսվելիք են անօրենություններս, աններելի են ցավերս եւ անբժշկելի են վերքերս մեղա Աստծո։ Աստված թողություն թող շնորհեցեր բոլոր կործած մեղքերուն։ Այսօր ինձ համար աշտության միջնորդ եւ բարեխոս եղիր, Աստծո միածին որդուն քո եւ քեզ դրված իշխանությամբ զիսի մեղքերուս կմաքրեն արձակի։ Դաղաչեմ Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա։ Ողորմած Աստվածը
Մարդասեր Աստվածը թողություն թող շնորհե ծեր բոլոր կործած մեղքերուն, թե խոստովանածներուն եւ թե մորցածներուն։ Եվ ես իմ քահանայական գարքիս իշխանությամբ եւ Աստուծո հրամանին համաձայն որ ասավ, ինչ որ արձակեք երկնքի մեջ արձակված թողլան երկրի վրա, եւ ինչ որ արձակեք երկրի վրա թող արձակված լան երկնքի մեջ։ Հիսուսի սուրբ խոսքին համաձայն գարցակեմ ցես ծեր բոլոր կործած մեղքերեն, մանկութենեն մինչև մեծ տարիքը, մտածումով, խոսքով ու կործով ծեր բոլոր գադարած հանցանքներեն, զանցանքներեն, հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբով եւ դարձյալ ցես գանցնեմ սուրբ եկեղեցվո խորհուրդներուն, որբեսի ինչ որ բարի կործեք, ցեզի համար բարի կործություն նկատվի եւ բոլորդ հասնիկ հավիտենական կյանքին եւ ծեր բոլորի անունները գենաց գիրքի մեջ արցնակրվի Դեր Հիսուս Քրիստոսի անունով անվանփոր եւ որդվո եւ օգվույն սրբո այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիտենից ամեն Աստված սիրելներ մեր բոլորին մեղքերը ներե Աստված սիրելներ մեր հոգիները բժշկե մեր ընտանեկան անձնական ու ասկային բոլոր մեղքերը ներե եւ մեզ հավիտենական կյանքին արժանի դարձնե Այս գիտակցությամբ եկեք եկեղեցի մտնենք եւ հավատքով աղոթ կնենք Ամեն Ձեր ուխտը կատարելա